Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ նախագիծը չափազանց կարևոր է ու առհասարակ նաև որ մենք հիմա սա նոր ենք ընդունում ու սրանից առաջ արդեն իսկ եղել է պաշտպանության նախարարության հետ կապված ծրագիրը զինծառայողների մասով այլ ծառայությունների հետ կապված եղել է ծրագիրը, բայց ոստիկանների հետ կապված նոր ենք մենք սա ընդունում, սա նաև կարելի ասել պետական մակարդակով արտացոլել է նաև հասարակության շրջանում շատ տարբերակված ու վատ մոտեցում իրականում ոստիկանության ծառայողների նկատմամբ, էլի կամ առնվազն պետական քաղաքականությունը դրա դեմ համապատասխան այդ տարածված մտայնությունների, այդ վերաբերմունքի եւ բանի դեմ ինձ թվում է համապատասխան ուժի ու քանակի ու կամ չափի չի եղել որպես այդպեսին, որովհետև մեր ոստիկանները այն մարդիկ են, ովքեր օրինակ չգիտեմ, ամենավտանգավոր հանցագործների են վնասազերծում, թմրավաճառների դեմ են ամենօրյա պայքար տանում, ճանապարհներին մեր անվտանգությունն են ապահովում բոլորիս ու մենք պետք է դրա համար շնորհակալ լինենք մեր ոստիկաններին ու նրանք պետք է զգան, որ իրենց աշխատանքը գնահատված է, որովհետև ամեն ոստիկան, երբ որ առավոտյան տնից դուրս է գալի, չգիտի վաղը այդ օրը օրինակ չգիտեմ ինչ հանցագործի է ինքը բախվելու իր ծառայողական պարտական այո հա նախ տալիս եք այդ հնարավորություն հա որովհետև ոստիկանը որ դուրս է գալի օրինակ չգիտեմ բարեկային ծառայողը երբ որ արագությունը գերազանցած մեքենա է կանգնացնում չգիտի վաղորդը կարող է ինչ որ մի միջոցի ազդեցության տակ լինի, անադեկվատ լինի, ինչ որ բանով զինված լինի կամ նմանատիպ ինչ որ մի հատ իրավիճակում հայտնվի։ Ու մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր ոստիկաններին, իրենց կատարած ծառայության համար, ու մենք պետք է ջարդենք տարբեր շրջանակների կողմից ոստիկանության նկատմամբ սերմանվող անվստահությունը կամ վատ վերաբերմունքը քրեական ենթամշակութային ինչ որ այս կամ այն ելևէջից ելնելու։ Ոստիկանները ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը ապահովելու համար ու մենք շնորհակալ ենք նրանց ու այս ծրագիրը այն բազում շնորհակալություն հայտնելու ձևերից մեկն է, որոնք կան ու պետքա լինեն առաջիկայում շնորհակալություն։ Բա բիոմետրիկ անձնագրերից հետո ինչքան շնորհակալություն կասեմ։ Այո, պարոն Ալեքսանյան ճիշտ նշեց, որ շատ կարևոր է սոցիալական փաթեթը ուժային կառույցների ոչ միայն ոստիկանության, որովհետև դա վստահություն է տալի նախ ունենալու իրենց երեխաների համար բնակարան, կրթության հնարավորություն, թոշակի անցնելուց արժանապատիվ թոշակի անցնելու հնարավորություն եւ այլն։